Քննարկում ենք կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ վերացումներ կատարելու մասին եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Սրփուհի Գալյան։ Համեցեք տիկին նախարար։ Շնորհակալություն։ Այս նախագծերի նպատակը քրեական դատավարության արդյունավետության բարձրացումն է, միաժամանակ ապահովելով արդար դատաքննության հիմնարար սկզբունքների լիարժեք պահպանումը։ Առաջարկվում է նախատեսել դատաքննության հստակ ժամկետներ, մասնավորապես քրեական գործը պետք է այսուհետ քննվի 1 տարվա ընթացքում, միաժամանակ դատարանը հաշվի առնելով գործի իրավական բարդությունը, վարույթային անհրաժեշտ գործողություններ կատարելու ծավալը եւ այլ հանգամանքներ, որոնք անխուսափելիորեն երկարացնում են գործի քննության տևողությունը, կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավել քան 2 անգամ երկարաձգել նշված ժամկետը, յուրաքանչյուր դեպքում առավելագույնը 1 տարի ժամկետով։ Նշված ժամկետի խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, բայց չի նշանակելու, որ գործով վարույթի քննությունը ավարտվել է կամ ենթակա է կարճման։ Առաջարկվում է նախատեսել դատավորի փոխարինումից հետո դատական վարույթն ընդհատված պահից շարունակելու հնարավորություն, բացառելով դատավորների հաճախակի փոփոխությամբ պայմանավորված քրեական գործերի տարիներ ձգվող քննությունը։ Առաջարկում է նախատեսել, որ դատավորի փոխարինման դեպքում մինչև դատական կազմի փոփոխությունը հետազոտված բոլոր ապացույցները համարվում են հետազոտված բացառությամբ այն ապացույցների, որոնք կրկին հետազոտելը դատարանը համարում է անհրաժեշտ, միաժամանակ ապացույց հետազոտելու վերաբերյալ կողմի միջնորդությունը դատարանի համար պարտադիր է համարվելու։ Նշված կարգավորումը բխում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի եւ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի պահանջներից։ Առաջարկում է նախատեսել կողմերի համաձայնությամբ ապացույցները հետազոտված համարելու հնարավորություն, առանց դրանք սահմանված կարգով հետազոտելու, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ վկայի եւ փորձագետի ցուցմունքները հրապարակելու հնարավորություն, առանց նրանց դատարան կանչելու քրեական գործի դատական քննությունը արագացնելու նպատակով։ Առաջարկում է նախատեսել ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ վարույթով ազատության մեջ գտնվող մեղադրյալի միջնորդության դեպքում նրա բացակայությամբ դատական նիստ անցկացնելու հնարավորություն, մեղադրյալի բացակայությամբ պայմանավորված դատական նիստերի հետաձգումը բացառելու նպատակով։ Նա առաջարկվում է նախատեսել մեղադրանքը հերքող եւ քրեական հետապնդումը բացառող նոր ապացույց, առարկա կամ փաստաթուղթ ներկայացնելու եւ դրանով պայմանավորված ապացույցների հետագա հետազոտումը սահմանափակելու միջնորդությամբ հանդես գալու հնարավորություն, բացառելով մեղադրանքն ակնհայտ հերքող ապացույցի առկայության պայմաններում հետագա ավելորդ դատավարական գործողությունները։ Առաջարկվում է նախատեսել հիմնական դատալսումների փուլում քրեական հետապնդումը դադարեցնելու եւ վարույթը կարճելու հնարավորություն, վերացնելով գործող կարգավորման առկա սահմանափակումն առ այն, որ նման որոշում հնարավոր է կայացնել միայն նախնական դատալսումների փուլում։ Սիրելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, մենք շարունակում ենք իրագործել մեր հանձնառությունը, որն է բոլոր դատարաններում, բոլոր տեսակի դատաքննությունների համար հստակ ժամկետների նախատեսումը, ինչը կապահովի արդարադատության կանխատեսելիությունը գոնե թե ժամկետների տեսանկյունից եւ այդպիսով կնպաստի ողջամիտ ժամկետում գործերի քննության հրամայականի իրականացմանը եւ նաեւ ձեր իրավունքների արդյունավետ պաշտպանությանը։ Շարունակելու ենք մեր օրենսդրական նախաձեռնությունները ուրվագծել այն տրամաբանությամբ, որ հնարավորինս արագ դատական process ապահովենք մեր քաղաքացիների համար, ինչպես տեսակ այս նախագծով առաջարկում է նաև բեռնաթափել դատաքննության բուն process-ը, հեշտացնել, արագացնել եւ ավելի ճկուն դարձնել ապացույցների հետազոտման գործընթացը եւ սրանք գործիքներ են, որ գալու են օգնելու եւ ապահովելու արդյունավետ դատաքննություն, ուստի խնդրում եմ կողմ քվեարկել նախագծի ընդունմանը։